Խաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Աստված շատ օրհնի բոլորիդ։ Աստված շատ օրհնի գրողին էլ։ Ոնց չկարեցա հասկանամ հարցա թե հուշումա թե ուղղությունը ցույց տալի թե Ոնց գրած է։ Հա, նախ եւ առաջ պետք է հասկանալ Աստծո ծրագիրը եւ նպատակ։ Ամեն։ Ամեն։ Իհարկե սա առաջնահերթ բաներից մեկն է, որ պետք է անպայման հասկանալ Աստծո կամքը, Աստծո ծրագիրը, որն է։ Մենք եթե չիմանանք մեր Տիրոջ կամքը, մենք կարանք ծառայենք Տիրոջը, իհարկե ոչ։ Թեկուզ աշխարհի մեջ էլի նույն բանն է։ Լավ, ես հանել եմ Աստվածաշնչից համարներ մի քանի հատ կարդամ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, ու տեսնենք որն է Աստծո կամքը։ Ես կխոսամ Աստծո կամքի վրայով, որն է Աստծո կամքը։ Միգուցե հաստվողը ինքը գիտի Աստծո կամքը որն է, եթե գիտեք, ուզում եք ավելացում անեք կամ ինչ-որ մի բան, խնդրում եմ պարզ գրեք, մենք էլ կլսենք, կկարդանք, մենք էլ շինություն կստանանք, մենք էլ մի բան կսովորենք ձեզանից, որտեղ մենք մեկս մյուսով ենք։ Ամեն։ Տեսեք, առաջի Թեսաղոնիկեցիների 4-րդ գլուխ 3-րդ, 4-րդ, 5-րդ խոսքն եմ կարդում։ Որտեղ սա է Աստծո կամքը, ձեր սրբությունը, որ դուք ետ կենաք պոռնկությունից, եւ ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությամբ եւ պատվով, ոչ թե ցանկության կիրքով, ինչպես հեթանոսներն էլ, որ Աստծուն չգիտեն։ Ուրեմն Աստծո կամքն է ետ կենալ պոռնկությունից։ Ես ուզում եմ հոգեվոր պոռնկությունը բացատրեմ, թե ինչ է նշանակում պոռնկություն։ Ֆիզիկական մարմնավոր աշխարհի մեջ պոռնիկում են անվանում նրան, ով ունի ամուսին, բայց հարմա ուրիշ ամուսնու հետ։ Մեկանմա ուրիշ ամուսնու հետ։ Սրան անվանում են պոռնիկ, այսինքն իր ամուսնուն թողեց։ Կամ մարդը։ Հա, տարբերություն չկա։ Ամուսինը ունի կին, կնոջը թողում ուրիշ կնոջ է դա հարում, ինքը պոռնկություն արեց։ Նույն իրավիճակն է։ Հիմի հոգևոր իրավիճակի մեջ մենք Քրիստոսի հարսն ենք, հարս եկեղեցին ենք։ Քրիստոսը մեր ամուսինն է։ Հարս եկեղեցին, փեսան Քրիստոսն է։ Հոգևոր իմաստով, աստվածաշնչյան լեզվով այսպես է նշանակում սիրելիներ։ Եվ մենք Քրիստոսին, այսինքն արդարության, բարիության, սիրո նշանածն ենք մենք։ Կինն ենք մենք։ Մեկանում ենք արդարության հետ, սիրո հետ, որը Քրիստոսն է։ Ու թողնելով Քրիստոսին, երբ որ մեղք ենք գործում, թողնում ենք այդ արդարությունը, չարություն ենք գործում։ Սա հոգևոր իմաստով նշանակում է պոռնկություն։ Շատերը գրող կարդացողները մարմնավոր են մեկնում, չգիտես ինչեր էդի, որը եթե մեկը հոգևոր սա հասկանա, մարմնավորից հեռու կմնա։ Ուզենա թե չուզենա հեռու կմնա, արդեն ինքը չի ցանկանա, որ հեռու մնամ սրանից այդ պոռնկությունից։ Այլ իր մեջ եթե աստվածային է ելավ, աստվածային սրբությունն ելավ, Քրիստոսի հետ եթե ինքը հարեց, արդեն ավտոմատ ձևով էլ ֆիզիկապես չի կարա, որտեղ ասում է սրտից է դուրս գալի։ Ներսը մաքրեք, դուրսը կփայլի, շատ տեղեր կա Աստվածաշնչի մեջ, որը խոսում է այդ մասին, սիրելիներ։ Տեսեք, Աստծո կամքն է, որ պոռնկություն չանել, այսինքն միշտ մնալ սրբության մեջ, միշտ մնալ բարի ու արդար գործերի մեջ, միշտ մնալ Քրիստոսի հետ։ Կարդում եմ նույն Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 18-րդ խոսքը։ Ուրեմն ամեն բանի մեջ գոհացեք, որտեղ սա է Աստծո կամքը ձեր վրա Հիսուս Քրիստոսում։ Ամեն բանի մեջ գոհացեք։ Ամեն։ Տեսեք, ամեն բանի մեջ գոհացեք։ Երբ որ մի ձունա գալի, վայ, էսից ցուրտ է, սա տրտունջ է, Աստծո կամքը չի որ դու տրտնջաս։ Ինչի համար։ Դե ձունա գալի ինձ էլ դուր չի գալի, հիմա ասեցի, հա։ Ոչ, երբ որ դու տրտնջում ես, չես գոհանում դրա մեջ։ Ավտոմատ նորից եմ ես բառը միշտ օգտագործում, որ ավտոմատ քո մեջ փոփոխություն է կատարվում։ Ավտոմատ տրտունջը չարից է, դու որ տրտնջում ես, մթին ես հրավիրում քո մեջ։ Խավարն է գալի քո մեջ։ Ու այդ քո տրտունջը ծնում է բարկություն, դժգոհություն, չգիտես, ծնում է լիքը, ասենք, այն բաները, որը Քրիստոսից հեռու է։ Չէ՞ որ Քրիստոսը խաղաղությունն է, հանգստություն, համբերություն, գոհությունն է ամեն բանի մեջ, բայց մենք տրտնջում ենք, այսինքն էլի կատարվեց պոռնկություն, էլի նույն իմաստն է։ Կարդամ առաջի Պետրոս 2-րդ խոսք 15
երկրորդ գլուխ 15 խոսքը։ Որովհետև Աստծո կամքը այսպես է, որ բարի գործերով պապանձեցնենք անխելք մարդկանց տգիտությունը։ Աստծո կամքը այսպես է, որ մեր բարի գործերով պապանձեցնենք անխելք տգետ մարդկանց տգիտությունը։ Այսինքն մենք բարի գործերով կարանք մենակ իրանց հասկացնել Քրիստոսին, ճանաչեցնել տանք Քրիստոսին։ Իրանց միտքը արթնանա, որ տեսես կա ես չար բան արեցի, ինքը տես ոնց բարի է պատասխանում։ Ես անիծում եմ, վայ ինքը օրհնում է։ Մենակ դրանով կարանք պապանձեցնես անիծողին, չար գործեր անողին։ Սա է Աստծո կամքը։ Այսինքն Քրիստոսի խոսքերով ասած, չարին չարով չես կարա հաղթես։ Չարին բարիով պետք է հաղթես։ Տեսեք որն է Աստծո կամքը։ Եվ կուզեմ կարդալ ամենքի շինության համար Հռոմեացիների 12 գլուխ 2-րդ խոսքն է։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով է, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Վերջապես հասկացանք արդեն, Աստծո կամքը բարին է, հաճելին է ու կատարյալն է։ Մենք չենք կարա չարություն անենք, ող ես եղբայրը մեղ գործես, վռնդենք եկեղեցուց, կամ չգիտես ինչ անենք, ու դա Աստծո կամքը ըլնի։ Ոչ։ Աստծո կամքը բարին է, հաճելին է ու կատարյալն է։ Սիրելի, չգիտեմ, հարց տվող թե ինչ որ։ Մի խոսքով մենք 100% կողմ ենք։ Իհարկե, Աստվածաշնչի մեջ ինչ որ գրված է, այոյու ամենը, ինչ որ ասում է մեզ ասը, մի տարբերությամբ, որ հոգիով ասը, հոգիով պետք է հասկանանք։ Մենք գրով եթե հասկանանք գիրը նորից ամեն հաղորդման ժամանակ ես շեշտում եմ, էլի կրկնում եմ ես նույն բանը։ Գրով պաշտենք թշնամություն կանենք Աստծո հետ։ Հակառակ կլնենք Աստծո բարի կամքի։ Որտեղ Աստված բարի է, բայց գիտենք սեր է Աստված։ Հոգիով հասկանում ենք ինքը հոգի է, կյանք է, սեր է, բայց մարմնավոր ենք հասկանում։ Հիսուսը թրաշով եկավ, սենց արեց, ընենց արեց, Աստված սեր է, բայց սենց արեց, կոտորեց, սպանեց։ Դժոխք կա գցելու մարդկանց, դժոխք կա պատրաստելա ձեր համար, չար գործողների համար, այդ նույն ասողը լիքը չար բաներ է գործել։ Թե ուրեմն աշխարհում մի հոգի չկա փրկվող, որտեղ չկա մարդ, Հովհաննեսն ասում, որ մեղ գործած չլինի, ով ասի մեղ չեմ գործե, ստախոս է ինքը։ Ուրեմն բոլորի համար է, ոչ, Աստծո կամքը բարի է, մեղ քեզ գործե, զղջա։ Խնդրի ասում, Աստված կազատի քեզ այդ մեղքից ու դու կփրկվես։ Ամեն։ Իսկ դժոխքը չարելի, այսինքն չար մեղքերի հասկացողության շատ բաներ կա սիրելիներ, որ ես չեմ ուզում ասեմ։ Աստծո կամքն է նաև, որ դու ինքդ հասկանաս Սուրբ Հոգուց։ Շատ բան կա, էլի մելան, որ ասելը ճիշտ չի։ Ինչի համար, որովհետև աշխարհը այնքան խորագետ է, քան թե լույսով որդիները, Հիսուսն ասեց։ Առաջի դասարան երեխուն ինստիտուտը ավարտած կամ դասատուն կամ դասախոսը առաջի դասարան երեխուն չի կայնի ու բացատրի մի հատ բարդ մաթեմատիկա։ Չի բացատրի, որտեղ ինքը հասկանում է, երեխան չի հասկանա։ Ուրեմն ինչ անում ինքը, ասում է այն ինչ որ իրան հասանելի է այդ երեխուն, խնձորներով է ցույց տալի, մի հատ խնձոր դու ունես, մի հատ ես, այն բարդ բաները չի ասում։ Հիմա նույն Աստվածաշնչի մեջ ցես բան կա։ Հիսուսը բարդ բաները չասեց։ Ասեց շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց չեք կարա տանել։ Երբ որ Սուրբ Հոգին կգա, ինքը ձեզ ամեն բան կբացատրի։ Երբ որ դուք Սուրբ Հոգուն ընդունեք, սրբության հոգին, արդարության հոգուն, այն սիրուն, երբ որ դուք ընդունեք, այդ սերը նոր ձեզ ամեն բան կբացատրի։ Այսքան Աստծո կամքի մասին Աստվածաշնչից, եթե բավարարված եք, որ ասում են դրեք ամեն կամ ես իմիջ, չէ։ Եթե բավարարված չեք, նորից հարցեր տվեք, ես իրոք կպատասխանեմ։ Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի քեզ էլ։ Էլ հարց չմնաց։ Աստված շատ օրհնի, մնաք խաղաղության մեջ, ուղղեք ձեր հարցերը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այո։